Դանակի տակ պետք չի ընկնել, ավելի լավ է հանգիստ, առանց ցավ, սիրուն ծերանան։ Օպերատոր ունենք այստեղ, հետաքրքիր է, ոնց է կարծում։ Բնականը լավ է, չէ՞։ Դեմ է եղել Լուսինեն Թովմասյան, որովհետև նա ժյուրիի կազմում է եղել։ Հետո կասեն մորաքույրներ ժյուրիում։ Լույս ջան, եթե նայում ես մեր հաղորդումը, եթե դիտես, խնդրում եմ քո մոտեցումը փոխի, որտեղ այդ երեխան 3-րդ տարին ուզում է մասնակցել։ Սա իմ տունն է։ Ոնց են թողնում Հայաստանը, ոնց են գնում ուրիշ տեղ ապրում։ Երբ ես կարոտում եմ հայրիկիս, փոքրիկները գալիս են ու ասում են. «Վայ, ինչի ես տխրում, դու չգիտես, որ ինքը վերևից նայում է միշտ ու ժպտում է»։ Ողջույն Թերթայմ Լայֆի եթերում առանց ֆիլտրերի այսօր զրուցելու ենք Miss Հայաստան 2001 մոդել հաղորդավարուհի գեղեցկուհի բլոգեր Իրինա Թովմասյանի հետ։ Իրինա, ողջույն։ Ողջույն, Անի ջան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ հիմա այստեղ այս տաղավարում զրույցի բռնվելու համար, իդեպ ասեմ հարցազրույցներ շատ եմ սիրում, հատկապես երբ ոչինչ չգիտես, թե ինչի մասին է լինելու հարցազրույց։ Այո, իդեպ սկզբում պիտի ավելացնեի նաև 3 երեխաների մայր, չէ՞։ Ամենակարևոր կոչումներից մեկը։ Իսկապես իմ կյանքում էլ է գերակշռող իրավիճակը դա միգուցե ես անընդհատ օրվա կտրվածքով աշխատանքի մեջ եմ, իրենց հասնում եմ օրվա երկրորդ կեսին, բայց միևնույնն է իմ մտքում, իմ սրտում, իմ գերակշռող բանը դա ընտանիքն է։ Մեր նախնական զրույցի ժամանակ ես հասկացա, որ կյանքի ներկա փուլում ամենակարևոր իրադարձությունը, նաև դժվար մեգից բաժանումներ, նշենք, որ մեգին հիմա սովորում է Փարիզում եւ ապրում է միայնակ Փարիզում, ինչպես տեղի ունեցավ որոշումը եւ այդ դժվար բաժանումը։ Մեգին օրինակ ի տարբերություն ինձ շատ sense գիտեք, ես էլ եմ նպատակներ ունենում, ես էլ եմ գնում այդ նպատակներին, բայց երբ որ տեսնում եմ խոչընդոտներ, ես միգուցե հետ կանգնեմ։ Մեգին այդպիսինը չի։ Չէ, ինքը նախ շատ լավ գիտի ինչ է ուզում։ Օրինակ իմ կյանքում լինում են փոփոխություններ, փոփոխական բաներ։ Ես կարող եմ մի գործով զբաղվեմ, շատ ճկուն ձևի անցնեմ մյուսին։ Մեկին հստակ գիտեր ինչ է ուզում։ Ինքը ընդունվեց ֆրանսիական համալսարան, շատ լավ սովորեց, որտեվ գիտեր դա նախադրյալն է իր, հետո հասնելու Փարիզ ու կարող էր ընդունվել ֆրանկոֆոն երկրներից որևիցե մի երկրի համալսարան, բայց քանի որ իր մտքում ամեն ինչ դասավորված էր այնպես, որ ինքը պետք է լինի Փարիզում, պետք է լինի Փարիզի կենտրոնում, պետք է սովորի Մարանգոնի համալսարանում, այդպես էլ եղավ։ Դիմեց մի քանի համալսարանների, ընդունվեց նաև Մարանգոնի ու գնաց այդ որոշած իր ինչի Մարանգոնի, որտեղ fashion ոլորտը լրիվ իրանն էր, ինքը Հայաստանում էլ էր զբաղվում այդ fashion մոդելային բանով, մարքեթինգի մասին էլ չեմ ասում, այդ էլ երևի մայրիկից էր մի փոքրիկ սենց ոգևորված իմ մասնագիտությունն էլ է շուկայագիտությունը։ Մի խոսքով Մեգին Փարիզում։ Այն օրը գնացել էր, հա, ինձ ասելա չասեմ, որտեղ էր գնացել հարցազրույցի։ Մի հատ նենց բրենդի, բայց կտեսնենք հետո։ Դեռ առաջի փուլն է անցել, համարյա ամեն ինչ պասեցի, կներես մեկ։ Բայց անունը չեմ տալիս ամեն դեպքում, շատ տենց հայտնի, շատ լաքշրի բրենդի մոտ հարցազրույց էր գնացի, առաջի փուլը անցել էր, արդեն լավ էր։ Ասում եմ, դու պատկերացնում ես, դու հիմա Փարիզում ես, դու սովորում ես այն համալսարանում, որի մասին երազել ես, քեզ կանչել են ամեն դեպքում շորտ լիստով անցել ես, կանչել են հարցազրույցի, մի հատ էլ առաջի փուլը անցել ես։ Արդեն լավ էր։ Վերջերս տեսա Instagram-յան story բաժնում տեսանյութ էի հրապարակել դուք Լուսինեն Թովմասյան ձեր քույրիկը եւ Մեգին իր ծննդյան տարեդարձը Փարիզում տարեդարձներ։ Հա, եւ երեքով պատրաստվում եք 3 գեղեցկուհիներով։ Այ հետաքրքիր է, երբ գնում եք Մեգիի մոտ այդ հանդիպում նորից բաժանումը, ինչ զգացողություն է եւ որպես մայրիկ այս փուլում ո՞րն է ավելի դժվար պահ ֆիզիկապես հեռու լինելով։ Նախ ասեմ, որ ի շնորհիվ մեկի ես ինձ սովորեցրեցի։ Ինքը տենց 18 տարեկանից սկսեց ճամփորդել, իր ընկերների մոտ էր գնում, մնում էր ընկերների մոտ, ովքեր դրսում սովորում էին, ու ես փոքր կարճ ժամանակով 3-4 օրով, ու ես սկսեցի սովորել այդ մտքին։ Այդ շատ կարևոր էր, որտեղ ես իրեն նույնիսկ ամառային դպրոց չէի ուղարկում արտասահման։ Այնքան չէի կարող, այսինքն հանգիստել չէի այդպես ուղարկելու համար։ Եթե ես չէի գնում, իրեն չէի ուղարկում։ Բայց ինքը դրթեց ինձ այդ իր ուժեղ բնավորության շնորհիվ, որ ես սովորեի այդ մտքին, սովորացրեց։ Ու երբ որ արդեն գնաց Փարիզ, ես սովորեի այդ մտքին,
Հետո մի բան ասեմ, եթե զանգում ես երեխային ու երեխան օրինակ մի քիչ նվնվար թեկուս կարոտի առումով, ասեր կարոտում եմ շատ չեմ դիմանում, դե կարոտը կա ու կա բնականաբար։ Ես ին տեղը չէի գտնի, բայց երբ որ զանգում ես ու ինքը ասում է, ես ամենաերջանիկն եմ։ Ես չեմ հավատում, որ ես այս ամեն ինչում եմ հիմա, ես այնքան հանգիստ եմ։ Այսինքն իրենից էլ է գալիս շատ բան, որ ես շատ սենց հանգիստ սրտով սպասում եմ անընդհատ մեր հանդիպումներին, իսկ դրանք լինում են, որտեղ օրինակ քննական շրջանում ինքը on-line հանձնելու հնարավորություն ունենում գալիս է, քանի դեռ չի աշխատում։ Հենց աշխատի արդեն ավելի ոնց որ դե դժվար է լինելու։ Հետո հիմա այնքան բաներ կա, տարբեր ձևեր կա, շատ հարմար արժեքներով, մենք էլ վիզայի խնդիր չունենք, շատ հեշտ է հասնելը։ Ես կարող եմ որոշեմ ուրբաթ օրը թռնեմ, կարոտս առնեմ, հետ գամ։ Վերջին անգամ երբ եք տեսել։ Վերջին անգամ փետրվարին էր։ Ու մեկի կապնել, օրինակ ես մի անգամ տուր տարա այս վերջերս խումբ էր, հատուկ վերցրեցի այդ բարդ աշխատանքը, որտեղ իսկապես շատ բարդ էր, շատ բարդ էր, 13 հոգի, 10 օր 3 երկրով մանտալը, հատկապես երբ գիդ չկար, ես էի գիդը, ամենտեղ ես գնացի հատուկ նրա համար, որտեղ մենք ունեինք տուրիստականի հետ պայմանավորություն, որ 2 օրը մեկին շրջի տուրիստների հետ, մեկին այդ գիդի պարտականությունը իրականացնի ու շատ ուրախ եմ, որ այդ դժվար ճանապարհով ես ինքս էլ անցա, բայց ես այնտեղ էի, մեկին դա փորձեց ու հիմա դրանով զբաղվում է շաբաթ-կիրակի օրերին ու Հայաստանի հետ կապը փաստորեն շատ սերտ է իր հետ։ Այսինքն անընդհատ ինքը ամեն շաբաթ-կիրակի հայերի հետ է հանդիպում, նոր ծանոթություններ են ու իրան շատ դուր է գալիս։ Իսկ ընկերներ աջակցող միջավայր ունի, թե եք գնաց միայնակ էր։ Ես մի հատ բան պատմեմ, դրվագ պատմեմ, դուք մնացածը պատկերացրեք։ Դեռ դասերը չէին սկսվել, ինքը մի շաբաթ շուտ գնաց։ Տենց էր կարգը։ Ու նստած մտածում եմ, տեսնես ինչ կլինի մեր կուրսում, կլինեն տենց հա ուսանողներ, բան, չնայած շատ շփվող ու վարքյանական ընկերանում, նստած մտածեց, զանգեց ինձ, արդեն ինքը այնտեղ էր, ես Հայաստանում էի, ասեց ման բան եմ որոշել։ Այդ մեյլը, որ մեզ ուղարկել են, բոլորի մեյլերը կա այնտեղ, անուն ազգանուններով։ Ասում եմ որոշել եմ այսօր երեկոյան մի հատ Instagram-ով բոլորին գտնեմ, հասկանամ ով է ինձ ավելի մոտիկ ու գրեմ, դեռ հանդիպում չի եղել։ Այսինքն, երբ որ մի շաբաթ հետո իրանք բոլորով արդեն համասարանում հանդիպեցին, իրանք արդեն հանդիպել էին շատերի հետ։ Ու տարբեր այնտեղ Իտալիայից կա, Ռուսաստանից կա, շատ տարբեր են, Ֆրանսիայից կան, ուսանողներում հետ ինքը շատ մոտ է։ Հիմա այնքան ընկերներ ունի, այսինքն համասարանի դասը չսկսած, հանդիպումը չեղած, ինքը արդեն կազմակերպել էր հանդիպում։ Էլ չպատմեմ մնացածը։ Իր համար վարքյանական ընկերներ ձեռք բերելը։ Իրինա, ես հիշում եմ, երբ Մեգին դեռ 17 տարեկան էր, նշում էր ծննդյան տարեդարձը եւ այդ ժամանակ մի տղա սիրահարված էր Մեգին ու ինչ որ փոքրիկ հրապարակում էր արել եւ դա մեծ պատմություն դարձավ, համացանցը ամբողջ քննարկեց, դուք նաեւ արձագանքեցիք։ Հետաքրքիր է, եթե այսօր ընկեր ունենա հարաբերություններ, կցանկանաք, որ հանրայնացնի, թե ավելի դեմ կլինեք։ Ես սխալ կլինի, որ ասեմ, ես դեմ կլինեմ, որտեվ իմ ամբողջ կյանքը հանրային է։ Ես տենց եմ ապրում։ Գաղտնիք էլ չունեմ։ Ու ես միշտ համարում եմ, միշտ մայրիկս ասում է, ինչ ես միանգամից ամեն ինչով կիսվում, որովհետև ես լիցքավորվում եմ իմ, եթե on-line հարթակի մասին ենք խոսում, on-line հարթակում հետևորդներից բոլորը շատ լավն է, 100%-անի լավ հետևորդներ են, ես վստահ եմ ուղղակի, որովհետև ես երբեք վատ գրառում չեմ տեսնում, ու բացի լավ նամակներից։ Դրա համար ուզում եմ հիմա էլ ասեմ, որ ես իրենց շատ եմ սիրում, ու ես սովորել եմ իրենց հետ ապրելուն։ Ու բոլորն են սովորել, բոլորն են դրան սովոր, արդեն մեր ընտանիքում էլ են սովոր, մայրիկս էլ է համակերպվել այդ մտքի հետ։ Ես օրինակ կիսվում եմ, երբ ես երջանիկ եմ։ Իսկ ես աշխատում եմ այդպես լինել, նույնիսկ տխուր օրերին ես մի բան կգտնեմ, արև, շող, չգիտեմ, համեղ սուրճ, մի բան կգտնեմ, հիշողություն, մի հատ սիրուն, կամ չգիտեմ, կառնեմ մի հատ տոմս թեկուզ ամենա անհետաքրքիր տեղը, բայց չվերթ, որ ինձ միշտ մոտիվացնում է, երբ որ գիտեմ այդ չվերթը կա, ես տենց շատ արագ եմ այդ ամեն ինչը կազմակերպում շուտ։ Ես մի բան կգտնեմ հաճույք ստանալու։ Դրա համար փորձում եմ ոնց որ երջանիկ լինել ու երբեք չեմ էլ ստում, ինչ կա, էտա։ Իսկ անձնականի եւ հանրայինի սահմանը ինչպես եք գծում, հետաքրքիր է կա մի բան, որ օրինակ երբեք չեք։ Չէ, ես էլ եմ կիսվում, չեմ ասում, լավ էմոցիաներով միշտ կիսվում եմ, որտեվ այդ լավ էմոցիաները վարակիչ են։ Ու եթե այսպես կամ հասնեմ մեկին, ես կուզեի, բայց մեկի համացանցը
շատ լուրջ է։ Ու ինքը իմ նման չի մտածում։ Ինքը նույնիսկ զարմանում է ոնց կարելի է այդքան հրապարակումներ անել, ոնց կարելի է այդքան ժամանակ անցկացնել դրա մեջ, լուրջ բաներով կարելի է զբաղվել, որ հետևեք կտեսնեք ինչքան ուշուշ է։ Որը սխալ է, որտեղ ինքը կարող էր ըստ իմ պատկերացման, ինքը կարող էր ուրիշ ձև օգտագործել, միգուցե կարող է մի օր գա դրան։ Ես ենթադրում եմ, որ ինքը չի կիսվի միանգամից։ Ես կարծում եմ, չնայած իր ուղեղը միայն հիմա զբաղված է ուսումով ու ինքը սենց լրիվ ուրիշ նպատակներ ունի, ընդհանրապես մտքի ծայրով էլ չի անցկացնում դեռ ինչ-որ ընկերություն, բան սենց բաներ, բայց ես կարծում եմ ինքը իմ նման չի լինի։ Իրինա, ես հիշում եմ, որ փոքր աղջիկները, ձեր երկու քույրիկները ցանկանում էին նմանվել Մեգին, ինչպես ժամանակին Լուսինեն էր ձեզ ուզում նմանվել։ Հիմա ինչ հարաբերություններ ունեն, արդյոք մրցակցային է քույրիկների մոտ, թե ավելի աջակցող։ Ասեմ ավելին, միջև հիմա է Մեգին որպես սենց էտալոն նայում Լուսինեին, ինձ մի մասով, բարության մասով, չգիտեմ, սենց մեղմության մասով Լուսինեին որպես այդ իր կարիերայի մասով, որը իրան շատ է դուր գալիս, դա ոչ մի բան չի փոխվել, Մեգին է Լուսինեին էր հետևում, երեխաները ապրում են Մեգիով։ Երեխաները ապրում են, իրանք իրանց ցանկություններ ունեն իհարկե, բայց Մեգին ինչ անում է, Մեգին իրանց Աստվածն է։ Ինչ անում է իրանց համար, դա ամենաընդունելին է։ Ես նույնիսկ որ հագուստ եմ գնում, չեմ ուզում երեխեքս չտեսնեն այս տեսանյութը, որ չեմ ուզում ասեմ, որ դուրները չի գա, օրինակ։ Կամ ասենք թե չհավանեցին այդ պահին իմ գնաց հագուստը, ասում եմ, վայ, Մեգին է ընտրել ձեր համար։ Միանգամից։ Մարիան արդեն հանրային հեռուստաընկերությամբ բարի լույս պիտի վարի, ես տեսա առաջին թողարկումը, երբ նա հյուր էր, շատ պատրաստված էր, իսկապես հրաշալի էր եւ խոսքը եւ արտաքինը, ամեն ինչ շատ համահունչ էր։ Կպատմեք ոնց եղավ դա տրամաբանական շարունակություն էր, թե իր որոշումն էր։ Հունիսի 1-ին հանրայինը որոշել էր, որ երեխաները պետք է բարի լույսը վարեն ու տարբեր հաղորդավարների երեխաներն էին, ես հանրայինի հաղորդավար չէի, բայց ամեն դեպքում ոնց որ իմ երեխաներն էլ էին կանչել ու այդտեղից իր խոսքը, երբ որ Մարիային հրավիրեցին, ինձ այդպես ասեցին, որ մենք հիացել ենք իր խոսքով։ Նախ շատ սիրուն հայերենով է խոսում, հետո Մարիան շատ խելացի երեխա է, ինքը իսկապես խելացի է, իր ամեն պատասխանը այնքան մտածված է, որ ես նույնիսկ մեկ-մեկ մտածում եմ, կողա ես սենց պատասխան չտայի, ուրիշ բան ասեի։ Շատ կազմակերպված է։ Ինքը շատ կազմակերպված, իր կյանքում էլ է այդպես։ Իր սենյակը, իր պայուսակը, իր դասերը, ես մի օր չեմ հիշում 6-րդ դասարանում, որ ես իր հետ նստեմ դաս պարապեմ։ Ինքը պարտադիր գալիս է, բացում է ու շատ արագ, շատ։ Բացում է տնայինները անում է ու պատրաստ է, ամեն ինչ կարող է հասցնի, 1000 պարապմունք, այդ հանրայինով որ ասում էր, թվում էր ինչ որտեղ է հաճախում։ Այդ կեսն էր, ինքը ավելի շատ տեղեր է հաճախում, բայց երբ որ ես ասացի ասեց մամ, ես չեմ գնում այնտեղ գլուխ գովեմ։ Ես այսքանը համարում եմ, որ հերիք է։ Նենց պատասխան տվեց, որ ես էի ամաչում այդ իմ ասացի համար, չէ, իսկապես եմ ասում, շատ սենց ուրիշ երեխա է։ Իրա մոտ ամեն ինչ դասավորված է, ինչը որ մեր ոչ մեկի մոտ այդ աստիճան չի։ Երևի մի քիչ պապային է իրա քաշել, իր ամուսինս էլ է տենց ոնց որ նույնիսկ ափսեն երբ որ ուտում է, ամեն ինչ ափսեի մեջ դասավորված է, սենց զարմանում ես ոնց կարող է տենց լինի, բայց այդպես է։ Ես քիչ առաջ իմացա, որ Մարիան ցանկություն է հայտնել մասնակցել հայուհի մրցույթին եւ դեմ է եղել Լուսինեն Թովմասյան, որովհետեւ նա ժյուրիի կազմում է եղել։ Այո, անցած տարի էր ուզում, խոսենք։ Եվ երկու տարի գիտես ինչի չես մասնակցում։ Այո, Լուսինեն ժյուրիի կազմում է, Մարիան անցած տարի էլ է ուզում, նույնիսկ նախանցած տարի էլ էր ուզում ասեմ ավելին։ Այս տարի էլ է անընդհատ դա պնդում ու ասում է Լուսինեին կհամոզեն, բայց Լուսինեին մենք չենք կարողանում համոզել, որտեղ Լուսինեն ասում է, որ կա նախադրյալ, որ կարող է Մարիան մրցանակ շահի, հետո կասեն մորաքույրներ ժյուրիում։ Այնպես որ Լույս ջան, եթե նայում ես մեր հաղորդումը, եթե դիտես, խնդրում եմ քո մոտեցումը փոխի, որտեղ այդ երեխան 3-րդ տարին ուզում է մասնակցել։ Ու չենք մասնակցում։ Իսկ մրցույթը ես համարում եմ, որ ինքը ստացված մրցույթ է, որտեղ շատ սիրուն է, բազում մրցանակներով մրցույթ է։ Խոսքով։ Խոսենք նաև միջնեկ աղջիկը Ալիայի մասին, նա ինչով է զբաղվում։ Ալիան լրիվ ուրիշ երեխա է ինձ համար, ինքը միայն ասես իրան, որ գործ կուզես անել, գումար վաստակել, պատասխանատվությամբ որևիցե գործ տալ, ինքը այնպես կանի, որ ուղղակի կզարմանաս, որտեղ նույնիսկ մեծ մարդիկ այդ աստիճան չեն կարող։
ինքը շատ հստակ գիտի ինչա ուզում ու չես կարող ոչ մի բանով իր մոտ այդպես չի, որ դպրոցում այս ինչ առարկաներն է, պետքա պարտադիր շատ լավ սովորել, չէ։ Ինքը կսովորի այն շատ լավ, որը կարծում է ու վստահ է, որ այդ իրան պետք է։ Օրինակ հիմա ինքը ինձ ստիպել է, որ այս մեր խառը գրաֆիկի մեջ 1000 պարապմունքների մեջ տանենք ֆրանսերենի։ Սովորում է ֆրանսերեն, որ մեկի հետքերով պետք է գնա սովորելու։ Ու ասում է, որ հիմիկվանից, ասում է, որ ես դպրոցս ավարտում եմ ու գնում եմ դրսում սովորելու, որքան էլ մենք այդ դրան պատրաստ չենք։ Ամեն դեպքում համալսարանից հետո պատրաստ ենք, բայց այդքան շուտ չէ։ Բայց ես վստահ եմ, որ մինչև այդ ժամանակահատվածը գա, ես կարող եմ մոտեցումներս է փոխեմ, որտեղ ինքը շատ լավ գիտի ինչ է ուզում։ Բայց ամենաուրախացնողը ինձ համար այն է, որ ինքը իր գործ ունի ու անընդհատ այդ գործին սենց լուրջ վերաբերվելով նորաձևության ոլորտին է վերաբերվում, իր մոդելներն է ստեղծում, գործում է իր ձեռքերով, ի տարբերություն շատ մոդելավորողների, ովքեր կար ու ձև չգիտեն օրինակ, բայց գծագրում են ու հետո ուրիշ տեղ կարվում են դրանք։ Ես կարծում եմ, որ մոդելավորողը պետք է նաև գծագրի։ Էլ չեմ ասում, որ եթե դու ունես բրենդ, դու պետք է նույնիսկ իմանաս, թե չեմ ուզում նեղացնեմ ոչ մեկի, դրա մասին չի խոսքը։ Ուղղակի այդ իմ կարծիքն է զուտ, որ դու պետք է նաև շատ ուրիշ բաների էլ տիրապետես, այսինքն մենեջմենտ իմանաս, մարքեթինգ իմանաս, PR իմանաս, ինչքան էլ լինեն այդ ոլորտի մասնագետները քո կողքին, բայց դու ինքդ պետք է հասկանաս։ Գոնե պատկերացում կազմես, որ քո բրենդին ոնց որ գլխին կանգնած լինես ավելի ճիշտ։ Ամբողջությամբ ինքդ տիրապետես։ Սա զուտ իմ կարծիքն է։ Որ սահմանափակ չլինի շատ, թե չէ նկարել, ինտերնետից հանել, AI-ով բան անել, այդպես բաները ոնց որ կարող են, էլի, որ մտածում ես, մի քիչ ավելի բարդ տարբերակային է, որ դու սովորես նաև ստանալ դա։ Միգուցե ժամանակ չունենաս, հետո չանես, բայց ստանաս։ Ու ինձ հենց ուրախացնում է այն փաստը, որ ինքը իր ձեռքերով այդ ամեն ինչը ստանում, մենք ընդհանրապես ոչ մի բանի չենք դիմում, ամբողջովին այդ կոլեկցիաները ստեղծվում են իր մատիկներով։ Ու հիմա նոր կոլեկցիա է պատրաստում, հունիսի 1-ին ցուցադրություն ունի, հունիսի կեսին ուրիշ հրավեր ունի ցուցադրության։ Ես էլ հաճույքից մեռնում եմ։ Իրինա, ձեր ընտանիքը արդեն 20 տարվա պատմություն ունի, դա բավական լուրջ թիվ է։ Մեր օրերում երբաժանությունները շատ են եւ ամեն փոքրիկ առիթ կարող է ամուսնալուծության պատճառ լինել, ինչպես է կարողանում ճիշտ պահել հարաբերությունները եւ ես կասեի ավելի ամրացնել, որովհետեւ համացանցում ցույց եք տալիս այն ինչ մենք տեսնում ենք, ուղղակի հրաշալի է։ Շատ լավ ընտանիքի մոդել ունեք։ Ինձ թվում է մեր առօրյայում օգնում է մեզ հումորը։ Մենք ամեն ինչին փորձում ենք շատ թեթև նայել ու հումորով։ Իհարկե դա նաև ամուսնուց էլ է գալի։ Ես թեթև մարդ եմ, ինքն էլ շատ հումորով ու թեթև։ Ու այդ հումորը նաև Մարիան ունի, իրանք ոնց որ նույն մարդը լինեն այդ հումորի մասով, սև հումոր ունեն։ Օրինակ, երբ որ ես շատ բարկանում եմ ինչ-որ մի բանի վրա, ուզում եմ սենց հազիվ, որտեղ ես չեմ կռվում, չեմ բարկանում սովորաբար, բայց օրինակ հազիվ առիթ է ստեղծվել, որ ես ուզում եմ սենց գնամ ու նեղանամ ամուսնուցս, սենց մի բան ասեմ, ինքը այդ պահին նենց հումոր է անում, որ ես սկսում եմ ծիծաղել, ու ես սովորել եմ դրան։ Այսինքն ոչ թե ես բարկանում եմ այդ մտքից, որ ինքը հումոր արեց, չէ, ես սովորել եմ, ես ոնց որ սպասեմ այդ հումորը։ Էլ ինչ բարկանալ, կամ կարող է հումորային ծրագիր նայի, սենց նայի, ասի՝ մի վայրկյան սպասի, հիշի ինչ ես ուզում ասես, բայց տեսնում է, որ դա ասելիք չի, ինչ որ բան է, որ ես տենց ուզում եմ արտահայտվեմ։ Ինքը նայում է այդ հումորային ծրագիրը, որի մոտ ես էլ եմ, հեռուստացույցի մոտ ասենք ես էլ եմ նստած։ Նայում է, ծիծաղում, արդեն հավեսս էլ է փախնում։ Ես սկսում եմ իր հետ նայել ու ծիծաղել։ Մենք տենց ենք ապրում, ինձ թվում է այդ իր սև հումորը, կուզեի որ սև չլիներ հումոր, բայց ես սովորել եմ։ Իդեպ ասեմ, ամուսինս ասում է, որ ես էլ եմ արդեն մի քիչ այդ դասընթացները լավ ընդունել, մեկ-մեկ ինձ մոտ էլ ասած։ Եվ եւս մի գաղտնիք ունենք, որի մասին ես շատ հաճախ խոսում եմ, դա մեր ճամփորդություններն են երկուսիս իրար հետ։ Այն ժամանակն է, որ մենք անցկացնում ենք երկուսով, որ շատ կարևոր է։ Ահա, ու փոքր տարիքից ենք սովորեցրել։ Միգուցե շատերը, որտեվ շատ մայրիկներ կան, որ չեն կարողանում բաժանվել, համարում են դա սխալ, շուտ-շուտ մեր ճամփորդությունները, չնայած ինչ չեն գրում, ինձ գրեք։ Միգուցե ես դիտարկեմ այդ ամենը, չնայած համոզված եմ, որ ես ճիշտ եմ,
Բայց ես համարում եմ, որ միևնույնն է, այդ ժամանակահատվածը զույգերի համար շատ-շատ կարևոր է իրար հետ։ Նույնիսկ, եթե մենք չունենք որևիցե ուղևորություն, մենք ինչ ենք անում։ Մենք ամսվա մեջ 2 օր գնում ենք Հայաստանի որևիցե բան, ասենք Դիլիջան, Ծաղկաձոր, հյուրանոց, մի օր իրար հետ ենք անցկացնում։ Այդ մի օր այնքան է լիցքավորում, երբ որ դու երկուսով մարդ չկա, ուրիշ մարդ չկա։ Մենակ բնությունն է ու դու։ Ես կարծում եմ սա էլ է շատ մեծ դեր խաղում, որովհետև այդ ամսվա այդ 2 օրերը նույնիսկ ինձ համար ահավոր մոտիվացիա են, որ որքան է հոգնենք, ժամանակ չկարողանանք հատկացնենք, ինչ որ տեղ մենք կինոներ բաց չենք թողնում, օրինակ բոլոր ֆիլմերը դիտում ենք, բայց լինում է ժամանակահատված, որ չես հասցնում։ Իսկ ուղղակի չես հասցնում։ Կյանքը այնպես է դարել, որ դու անընդհատ ինչ որ շտապողականության մեջ ես։ Այդ 2 օրերը ամբողջովին հեռախոսը sense դնում ենք մի կողմ, որտեղ գիտենք երեխաները ասենք ապահովեն, դնում ենք մի կողմ ու մենք լրիվ հանգստանում ենք ու լիցքավորված վերադառնում։ Ինձ թվում է սա էլ է։ Համել չգիտեմ, համել երևի ֆոկուսնիկա իմ ամուսինը, երևի աճպարար է, որ այնպես արել, որ ես ամեն օր իր վրա ավելի շատ եմ սիրահարվում։ Մի բան անում է, չէ՞։ Չեմ հասկանում ինչ։ Նայեք, ինձ չի որ ամեն օր ծաղիկ է նվիրում։ Չէ։ Ունես չի, որ ես նենց կապրիզներ ունեմ, որ ինքը անընդհատ, ես ընդհանրապես բաներ չունեմ տենց պարտադրող։ Հա, պարտադրող ինչ որ բաներ, ընդհանրապես։ Նույնիսկ այն հղի ժամանակահատվածում հա, սենց ինչ որ բաներ չեմ ունեցել։ Բայց ես շատ հանգիստ եմ, բայց ինքը միևնույնն է, այնպես է անում, որ ես միշտ սիրահարված եմ իր վրա, որ ես միշտ սպասում եմ, երբ է հասնելու տուն։ Տարիներ առաջ դուք խոսել եք երիտասարդ մնալու գաղտնիքների մասին, նշել եք, որ տարիներ հետո անգամ ես շատ կսիրեմ իմ կնճիռները, որովհետև դրանք բնական են եւ երբեք չեմ փորձի պայքարել։ Հիմա հետաքրքիր է նույն կարծիքն ունեք եւ մեր օրերում, երբ մասնագետները բավական գայթակղիչ առաջարկներ են անում, երբևէ մտածել եք երիտասարդ ավելի երևալու Ինչ լավ հարց տվեցիք։ մեթոդների։ Այդ հարցի շուրջ ես միշտ ինքս ինձ հետ սենց խոսում եմ, ասում ինչ հետաքրքիր է։ Առաջ լրիվ ուրիշ ձև էի մտածում։ Հիմա լրիվ չէ, բայց միևնույնն է մեկ-մեկ ես էլ եմ խորհուրդ տալի, ասում եմ երբեք մի ասեք երբեք։ Այո, ես համաձայն եմ, որ պետք է սիրես քո կնճիռները, պետք է սիրուն ծերանաս, այդ ամեն ինչը շատ սիրուն է, նույն կարծիքին եմ, բայց ես առաջ օրինակ շատ կատեգորիկ ասում էի, ընդհանրապես ոչ մի բան չեմ անի։ Ու մինչ օրս էլ արել եմ ամենաթեթև բաները, այսինքն օրինակ խոնավեցում, որի մեջ կա կոլագեն, այսինքն այս տարիքում շատերը ուրիշ մեթոդների են դիմում, ես դեռ չէ։ Ես միևնույնն է այն կարծիքիս փորձում եմ հետևել, բայց ես չեմ կարող հստակ ասել, որտեվ ես առաջ ասում էի դա էլ չեմ անի։ Հա, այդ նույնիսկ այդ կոլագենը չեմ անի, բայց ես այս պահին օրինակ արել եմ, որտեվ ինքը անվնաս բան է, ասենց համոզել են ինձ, որ անվնաս բան է, այդ այնչի, որ դու պատկերացնում ես հանգիստ տեղի գոնե այդ արա, այդ արել եմ, բայց առաջ ասում եմ չեմ անի։ Դրա համար չեմ կարող ասել 10 տարի հետո ինչ կլինի, միայն կարող եմ ասել, որ ես շատ վախկոտ մարդ եմ այդ առումով։ Ես համարում եմ, որ պետք չի ընկնել դանակի տակ ինչ որ մի կնճռի, օրինակ դանակի, որտեվ ես նորից եմ շեշտում, ամենաթեթև բաներն եմ դեռ արել։ Դանակի տակ պետք չի ընկնել կնճիռների համար, որովհետև այս կյանքում այնքան ուրիշ խնդիրներ կան։ Ամեն այդ դանակի տակ ընկնելուց կարող է եւ ուրիշ խնդիրներ առաջանան։ Ես տեսնում եմ այդ դեպքերը, երբ որ սխալ են արվում, սխալ է արվում, չսազող է արվում, ու տենց լիքը բաներ։ Ավելի լավ է հանգիստ, առանց ցավ, սիրուն ծերանան։ Այսինքն մեկը էլի դա ասում եմ, բայց ոչ միանշանակ։ Իսկ երբ փողոցում քայլում եք եւ բոլոր աղջիկները հիմա ունեն նույն դիմագծերը, նույն հոնքերը, նույն շուրթերը, սարսափելի է ինձ համար։ Դա ինձ համար, ես ունեմ ընկերուհիներ, որ քթին ձեռք չտվեցին, ունեն բան, փոքրիկ sense գորբիկով քիթ, օրինակ, բայց ես հիմա նայում եմ իրանց ու ասում եմ, Աստված իմ, ես ինչ արեցիք դու, ես ինչ ճիշտ արեցիք, որ դուք բնական մնացիք, ուղղակի բնական։ Բնական, հիմա բնական ես ման գալիս։ Ինձ թվում է տղամարդիկ են ինձ հետ համաձայն։ Հա, հիմա օպերատոր ունենք այստեղ, հետաքրքիր է, ոնց է կարծում։ Բնականը լավ է, չէ՞։ Ավելի լավ է, քան թե սիրուն սարքածը, չէ՞։ Իրինա, իսկ հեշտությամբ ասում եք, օրինակ, եթե ինչ-որ մեկը դեմքը շատ ներողություն չեմ կարողանում ասել, չեք կարողանում ասել, որ դա քեզ չի սազում։ Շատ հարազատ մարդու բնականաբար կասեն։ Բայց եթե ես այսպես եմ մտածում, եթե այդ մարդը
որոշել է, գնացել է այդ քայլին, արդեն արել է։ Հիմա եթե ես ասեմ իրան մի հատ էլ ինքնագնահատականը գցեմ, ի՞նչ է փոխվելու դրանից։ Մեկը իր ոչ մի չի փոխվի։ Հարազատ մարդուն կարող եմ նույնիսկ մի անգամ չէ, այնքան շատ ասեմ, որ գնա քչացնի, ձևեր կա քչացնելու, էլ չանի, կասեմ իհարկե։ Բայց էլի կմոտենամ այդ հարցին շատ նուրբ ու շատ զգուշ, որովհետև կարող է այդ ասելս մարդուն նյարդայնացնի, որտեղ ինքը մեկը համարում է, որ դա իր համար ճիշտ է։ Ու հետո մի բան ասեմ, էս էլ առաջ ինձ համար սենց հստակ կար, մենք միշտ վիճում էինք մայրիկս, Լուսինեն, ես, երբ որ նստում էինք երեկոյան սենց խոսում էինք, ինձ համար կային արտիստներ, մարդիկ, որոնք սխալ էին ու վերջ, իրանք անընդունելի էին, ես սենց իրանց դնում էի մի գծի վրա ու մարդիկ, ովքեր բարի էին, լավն էին, լավ ընտանիք ունեին, էս ունեին, իրանք էլ ուրիշ գծի վրա էին, ու դա ինձ մոտ շատ կատեգորիկ էր, արտահայտված կատեգորիկ էր։ Ես սկսում էի չսիրել։ Այն մարդը օրինակ ով որ ասենք արտիստ ով որ իմացա դավաճանել է, վերջ ինքը իմ համար վատ արտիստ էր։ Արտասահմանյան արտիստների մասին էլ է խոսքը, մենակ հայ չէ։ Ես էլ չէի կարողանում իրանց կինոները նայեի։ Իրական կյանքում եթե գիտեի, որ տենց բան կա։ Հա։ Հետո ես հասկացա տարիների ընթացքում շատ բան ենք հասկանում բնականաբար, որ այդ իր կյանքն է։ Կարևորը ինքը վնաս չտա ուրիշների, դե հիմա ինքը կինը բան այդ անձնականը պետք էլ չի խորանալ, այն էլ արտասահմանյան արտիստների, ինչ ես խորանում։ Ես իմ կյանքն էլ է ափսոս, որ ես նստեմ մտածեմ դրա մասին։ Ես սկսեցի բաց թողնել այդ բոլոր երևույթները ու բոլոր մարդկանց ընդունել այնպես, ինչպեսին իրանք կան։ Եթե իհարկե իրանք չեն վնասում դիմացինին։ Բացի այդ մասով էլի, այսինքն շփումը ու հետո հա նույնիսկ շփման մասին խոսեցի, շփումն էլ է ինձ մոտ այդպես։ Ես շփվում եմ միայն այն մարդկանց հետ, այն ընկերներիս ումից ստանում եմ էներգիա, ովքեր ինձ շատ հարազատ են, ովքեր իսկապես գիտեմ, որ անկեղծ են։ Մնացած ոչ մեկի հետ չեմ շփվում ու նույնիսկ հեռախոսազանգերին չեմ պատասխանում, այնքան, այ եթե լսում են, թող իմանան, այնքան միջև հոգնեն ու չզանգեն էլ։ Որտեվ դե բաց թողնել զանգը դա ուրիշ է, բայց եթե իրանք հազանգում ու զանգում են ու ես չեմ պատասխանում, ուրեմն ես չեմ ուզում շփվեմ այդ մարդու հետ։ Ուղղակի չեմ ինչ հատկանիշներ պիտի ունենա մարդ, որ այդ նույնիսկ չես կարող ասել։ Դա զգում ես։ Վատ էներգիայով մարդ կա։ Վատ էներգիայով, հետո զգում ես ով է քո լավ ուզում, լավ ժամանակ, վատի չէ։ Լավ ժամանակով է ուրախանում քո երջանկությամբ, քո լավ էմոցիայով, երբ որ դու ինչ-որ մի բան պատմում ես, չեմ ասում, այնքան եմ պատում, որ հոգնածնեմ կամ նյարդայնացնեմ, տենց չեմ։ Ես շատ հասարակ եմ այդ առումով, բայց ես զգում եմ մարդուց, չեմ ուզում, չեմ շփվում։ Իսկ առաջ չէի կարողանում։ Առաջ ես շփվում էի, չէի կարողանում ասել իմ էներգիան գնում էր, ժամանակս գնում էր, իսկ հիմա իմ ժամանակը ես ուղղակի իմ երեխաների հետ կանցկացնեմ, ամուսնուս հետ կանցկացնեմ, տանը կանցկացնեմ, գժվում եմ տան համար, էդ էլ առաջ տենց չէր, այնքան բաներ ա փոխվել։ Կամ օրինակ, առաջ ես ասում եի, ես սեփական տան անուն չեմ ուզում լսել։ Ես հիմա երազում եմ սեփական տան մասին, ծաղիկներ աճացնելու, չգիտեմ այդ ինչից է, բայց շատ բաներ փոխվում է կյանքում։ Կուզեմ խոսենք նաև ձեր հայրիկի մասին, 6 տարի առաջ նա կյանքից հեռացավ եւ դուք գրառում արեցիք, որ 2020 թվականը երբեք չի ավարտվի։ Տարիներ անց, երբ արդեն սովորել եք ապրել այդ կորստի հետ, ինչ է փոխվել կարոտի ձևը միգուցե։ Երբ ես կարոտում եմ հայրիկիս ու սենց հուզվում եմ տանը, երեխեքը գալիս են, բուջուրիկները գալիս են, մեկի մասին չեմ կարող ընդհանրապես այս պարագայում խոսել, որտեվ մեկին իմ հայրիկը մեկի մի մասն էր։ Մեկին ինքն է մամայիս հետ պահել, մեծացրել, այդ լրիվ ուրիշ պատմություն է։ Այս փոքրիկները գալիս են ու ասում են. «Վա, ինչի ես տխրում, դու չգիտես, որ ինքը վերևից նայում է միշտ ու ժպտում է»։ Ու քանի որ ինքը միշտ նայում ու ժպտում է, ես էլ ժպիտով եմ հիշում։ Ամեն ինչ տեսնում եմ։ Ես այդպես եմ մտածում, այդպես ավելի հեշտ է։ Իսկ կարոտի ձևը փոխվում է ժամանակի ընթացքում։ Չէ, ուժեղանում է։ Մենք կարող եմ ասել, որ հայրիկս երևի իմ ճանաչած աշխարհի ամենաբարի մարդն է, ով երբեք չի բարկացել իր աղջիկների վրա, միշտ մեր ուզածը արել է, ու աղջիկներ, որ ասում եմ, մեկիս էլ նկատի ունեմ, որովհետև մեկին երրորդ աղջիկապես պահել են ծնողներս։ Մի խոսքով 3 աղջիկ ուներ, 3-ին էլ
նույն ձևով, նույն ձևաչափով աշխարհի ամենաբարի մարդը լինելով մեծացրել է։ Մեր տաղավարում պիտի պատմեք մեկ անֆիլտր պատմություն, որը առաջին անգամ կհնչի։ Ինքան բաների մասին խոսեցինք, մոռացա։ Ինչ պետք է պատմեի, հա։ Կհիշեք երևի, որ Եգիպտոսում էր, թե որ Եգիպտոսում էր, հա, Հուրգադայում էր, կարծեմ, որ շնաձկները հարձակվել էին մարդկանց վրա, չէ, ինչ որ մարդկանց 2 օր անց մենք թռնում ենք երեխաների հետ հանգստանալու։ Այս պատմությունը պատմեմ, որ պատկերացնեք մենք ինչքան ենք բոլորս սիրում ադրենալին, ամբողջ ընտանիքով։ Չգիտակցված ադրենալինի կարիք ունեինք։ Ու մեր ափը հյուրանոցի գտնվում էր հենց այն ափի կողքը անմիջապես, որտեղ որ քայլում էին մարդիկ, sense մի ափից մյուսն էին անցնում, որտեղ այդ դեպքը պատահել էր։ 2 օր անց այնտեղ էինք։ Ու ինչ որ շնաձկանը մի քանի անգամ էին տեսել, ինչ որ sense մի հատ բաներ, այդ երևի երբ էր, երևի մի 4 տարի առաջ էր կարծեմ։ Ու մենք ինչ էինք անում։ Մենք բացի նրանից, որ ամբողջ օրը ծովի մեջ էինք, ով էր մտածում շնաձկան մասին։ Մենք վերցնում էինք տուրեր գնում էինք բաց ծով, երեխաները թռնում էին, իրանք շատ անվախ են։ Թռնում էին, ջուրը լողանում էին, ծնողներից չէի էլ ասում, մամա, այսինքն մայրիկից չէի էլ ասում, որ ինքը հանգիստ լիներ։ Թռնում էինք, ջուրը լողանում էինք, այդ բանաններն էինք նստում, ամեն ինչ անում էինք ծովի հետ կապված, ամեն ինչ։ Ու մի հատ դեպք էլ պատմեմ այդ ադրենալինի հետ կապված, որ մի անգամ ես ու Մեգիս ու ընկերուհիս ճամփորդում էինք ու մի հատ տեղ սենց նավով երբ որ փոքր էր Մեգին դեռ սենց նավով երբ որ գնացինք մի հատ ժայռի մոտով անցանք ու այս գիդը նավաստին, այսինքն գիդը չէ, նավաստին ասեց իսկ այստեղից կարելի է թռնել։ Եթե կո այնպիսի մեկը, որ ուզում է այդ ժայռի վրայից թռնի, այլ ժայռ պետքա բարձրանալ, չէ։ Ասեք։ Ես թռնում եմ, որ գնամ ժայռը բարձրանամ ու թռնեմ, ծովի մեջ 20 մետր բարձրության վրա ժայռը։ Այդ 20 մետրը հիմա կարող է թվա շատ փոքր, բայց դա քիչ չէր։ Վերևից երբ որ նայում էիր, ոնց որ 20 մետրը մոտավորապես քանի հարկանի տուն է, որ սենց վերցնես, երևի մի 7, հա։ Պատկերացնում եք 7-րդ հարկից թռնես ծովը, չգիտեմ, եթե ճիշտ եմ հաշվարկում, բայց շատ բարձր էր, շատ։ Ասում եմ, նավը հիմա կպտտվի մյուս կողմը, մենք մյուս կողմից կթռնենք։ Ինքը թռնում է, բայց ծովում ապրող նավաստի է, որը սովոր է այդ ժայռին բան, հատուկ կոշիկներ ունի չսղացող, սենց սանդալների նման, այդ էլ կար։ Ինքը թռնում է ջուրը, ես նույնիսկ չեմ մտածում։ Ես կարող եմ բարձրանամ, չեմ կարող։ Ես մտածում եմ, որ ես կարող եմ ու վերջ, ես թռնելու եմ։ Լողալ գիտեք, լավ լողալ, հա։ Ես միանգամից առանց ասելու կարող եմ ես գամ։ Ես նավից թռնում եմ ջուրը, նավն էլ էր լավ բարձր, մեծ նավ էր։ Ես նավից միանգամից նետվում եմ ջուրը։ Այդ ընկերուհի սենց հեռախոսը ձեռն ա մնում, նկարում էինք այդ մարդուն։ Հեռախոսը ձեռքն ա մնում, թե ապարատեր այդ ժամանակ նույնիսկ չեմ հիշում, բայց նկարում էր, որտեվ դե երեխես տենց մնաց այնտեղ 6 տարեկան կանգնած չհասկացավ մաման էսուր է թռնում ու ես 2 այդ աշխատակիցների հետ բարձրանում եմ ժայռը, բայց եթե ես ժայռից օրինակ պլստայի, ուղակի պլստայի, որտեղ ես չունեի այդ սանդալներից, ես վստահ չէի լինի հիմա այստեղ նստած։ Ես բարձրանում եմ ժայռը, մենք այդ թունելով անցնում ենք, հակառակ կողմը նավը շրջում է ու ամբողջ նավը այդ ժողովրդով ներքևից գոռում են դե թռեք, ոնց որ սպասում են, ծափահարում են, ես նայում եմ, ահա որ բարձր է։ Բայց ինձ ասում են ինձ հետ թռնողները ասում են, որ իջնել անհնարին է, որտեվ սղացող ժայռի վրայից իջնել, չէ, այդ անհնարին է, մենակ թռիչք կա։ Ուրիշ տարբերակ չկա ու մի հատ էլ բան են ասում, որ նավի ժողովուրդը չի լսում։ Ասում են, նայեք, եթե դուք չթռնեք, ձեզ կհրենք։ Իսկ դա ավելի վտանգավոր է, այդ ուղղակի վախացնում են, որ ես թռնեմ։ Երբ որ դու հասկանում ես, որ այլ ճանապարհ չկա, այլ ինչ գլուխ գովել, այլ ինչ ադրենալին, ամեն ինչ հոդս է ցնդում, հասկանում ես ուղղակի այլ ելք չկա։ Ու ես թռա։ Ու լուսանկարիչ կար նավի վրա, ով լուսանկարել էր, ամեն երակս այդ նկարի վրա երևում էր ձգվածությունից։
աննկարագրելի բան էր, էլի, թռիչքի ժամը ժայռնա, ասենց մի հատ նկար, ասենց ժայռնա, ու ես թռիչքի ընթացքում, բարձր ժայռ։ Ավելի ստրես էր, թե ստրեսը հաղթահարելու միջոցի վերջում։ Հիմա ուզում եմ այդա ասեմ, ու երբ որ ես սուզվեցի ջուրը ու հետո բարձրացա, դե բարձրությունից կա, չէ, մի փոքրիկ սուզում ես ամեն դեպքում։ Լավ է, որ ասում են այդ բարձրությունից սխալ թռիչքի դեպքում կարող է մաշկ բացվել, պատրվածքներ լինել, մարդիկ նույնիսկ որտեվ քարանում է ջուրը բարձրության ժամանակ, ոնց որ դու քարի վրա ընկնես, տենց բան կա։ Թվում է փափուկ, բայց տենց չի։ Եթե սխալ ընկնեի, լավ է, ես ճիշտ եմ, էլի, սուզվել։ Դու կարող էիր չլիներ, ես այդ ամեն ինչից հետո, երբ որ ջրից դուրս եկա, այդ զգացողությունը, որ ես հաղթահարեցի դա, ինձ այնքան թևա տվել իմ կյանքի ընթացքում ուղակի հիշել հիշողությունը, որ ես կարող եմ այդքան բարձր տեղից, երբ որ այլ ելք չկա, թռնել։ Ու այդ միտքը բաներ կան, որ մեր կյանքում sense չգիտես որտեղ կպատահի այդ փորձությունը, բայց բաներ կա, որ մեր կյանքում շատ ու շատ օգնում են հետագայում։ Թվում է աննկատ ինչ-որ մի բան է, թվում է, որ հակառակը կարող է էֆեկտը լիներ իրա, բայց չէ, իմ դեպքում ինքը տենց միշտ օգնում է։ Ու հետո տարիներ անց մենք մի անգամ էլ ուրիշ ընկերուհուս հետ, մեկին արդեն չկար, ճամփորդելու ժամանակ էլի այդ տուրը վերցրեցինք այդ երկրում, էլի գնացինք, էլի պես հասանք այդ ժայռին, ոնց որ ես էլ այնքան էի ուզում այդ տուրով մի հատ գնայինք, որ ցույց տա, էլի որտեղից եմ թռը։ Հասանք այդ ժայռին ու այդ ժամանակ արդեն Նավաստին պատմում էր, որ առաջ այստեղից թռնում էին, հիմա չի կարելի։ Քանի որ դեպքեր ա եղել մահվան, էլ որոշել են, որ ոնց որ չցուցադրեն ոչ մի թռիչք ու ես հասկանում եմ, որ ես այստեղից թռել եմ։ Լավներ պատմություն։ Շատ կուզեմ հաղորդման վերջում ասեք, ինչի համար եք դուք շնորհակալ։ Ես շնորհակալ եմ նախ, որ ես ապրում եմ։ Ու ապրում եմ ու կա այս աշխարհը, այս հրաշքներով լի աշխարհը։ Սկսենք այդտեղից։ Ես շնորհակալ եմ իմ հրաշք բալիկների համար, իմ ամուսնու համար, որ ես հենց իմ մամայի, պապայի երեխան եմ եղել, որ ես Հայաստանում եմ ապրում, ես դրա համար ահավոր շնորհակալ եմ։ Ես պատկերացնում եմ, այս Հայաստանը չլիներ։ Սա իմ տունն է։ Ոնց են թողնում Հայաստանը, ոնց են գնում ուրիշ տեղ ապրում։ Դժվարության մասին է խոսքը, վատ բան չեմ ասում, բայց շատ դժվար է։ Ես պատկերացնում եմ այդ մարդկանց վիճակը։ Բայց դա իմ պատկերացումն է, կարող է դժվար չի, բայց ինձ թվում է իրանք շատ ահավոր դժվար փուլ են անցնում, երբ լքում են Հայաստանը ու այդ կարոտից խեղդվում են։ Այդ իմ համոզմունքն է նույնիսկ, որտեվ երբ որ դու Հայաստանում ես մեծանում, էնել ես բարդ ժամանակներում։ Չէ, ես չեմ համարում, որ մենք բարդ ժամանակներում ենք ապրում։ Այ դա էլ է տարբերվում, գիտեք, շատերից իմ մտածելակերպը, որտեվ ես չեմ համարում, որ ինչն է բարդ, որ մենք օրինակ դժվարությամբ գումար ենք վաստակում, որ կա պատերազմ ամեն տեղ կա։ Մենք պետքա հաղթահարելով, բայց իհարկե, այս ինչ որ ես խոսում եմ, ես չեմ խոսում այն ընտանիքների մասին, ովքեր երեխա կորցրեցին։ Դրա մասին չի քննարկվում։ Դա լրիվ ուրիշ պատմություն է, այդ չգիտեմ, այդ ինչ է, այդ սարսափ է։ Բայց ուզում եմ ասեմ, այն ինչ որ տեղի ունենում մեր շուրջը, միևնույն է, այդ ամեն ինչի մեջ այդ փոքրիկ լույսը մենք պետքա տեսնենք, իմ ասածը ավելի շատ սա էր, որ այդ լույսը տեսնում ես, լացը, վատ տրամադրությունը, կյանքից հիասթափությունը, այդ ամեն ինչը շատ հեշտ դնում ես մի կողմ ու փորձում ես վայելել ամեն վայրկյանը, հասկանում եք, չէ, ինչ նկատի ունեմ։ Դրա համար ես շնորհակալ եմ ամենակարևորը այն մարդկանց, ովքեր ինձ շրջապատում են ու այդ ընկերներիս էլ է վերաբերում, ու նոր թե հին, ես նոր ընկերներ եմ շատ արագ ձեռք բերում, այդ մարդկանց բոլոր, որ ինձ շրջապատում են ու ես երջանիկ եմ իրանց մեջ լինելով, ես շնորհակալ եմ Հայաստանի, երկրին, արևին, բնությանը, ես ամեն ինչից շնորհակալ եմ, ամեն ինչից։ Ես այսօր այնքան հաճույք եմ ստացել մեր հարցազրույցից, իսկապես շատ մեծ հաճույք եմ ստացել ու այդ ամեն ինչը ինձ համար ահավոր թանկ է։ Ես էլ եմ շնորհակալ զրույցի համար եւ հաղորդման վերջում խնդրում եմ, որ միասին մեկ անֆիլտր լուսանկար ունենանք։ Եկեք։ Առանց ֆիլտրերի զրուցում էինք Իրինա Թովմասյանի հետ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ արտաքին տեսքի համար Կարնելիտ գեղեցկության սրահին, իսկ Մովա ֆոտոստուդիային նկարահանումներն այստեղ իրականացնելու համար։ Կհանդիպենք արդեն հաջորդ անգամ։